Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1362-րդ օրն է, արդեն 4-րդ օրն է, ինչ օդային մարտերը գրեթե անդադար շարունակվում են։ Կիևի վրա անհաջող հարձակմանը, որին նախորդել էր Ուկրաինայի այլ շրջանների վրա հարձակումը, Պուտինը փորձում է գոնե ինչ-որտեղ ծանր վնաս պատճառել մեզ, որպեսզի իր ժողովրդին ցույց տա, թե իբր մեզ պատժում է այն հարվածների համար, որ մերոնք հասցնում են Ռուսաստանի կարևոր օբյեկտներին, սակայն մինչ նա ամեն օր փորձում է պատժել մեզ, մեր զորքերը իրականում ամեն օր պատժում են Ռուսաստանին, ինչպես ասում են մեր Telegram-ը վկա։ Անցած օրերին ոգևորիչ կադրերի պակաս չունենք, վստահ եմ մեր մշտական լսարանը արդեն տեսել է։ Արտահանման համար փակվել է Նովորոսիսկի նավթի ուղին, մինչ այդ Տուապսեի նավթային նավահանգիստը դատարկվեց, իսկ նախորդ օրերին կարևոր թիրախներ են խոցվել Ռիազանում, Սարատովում, Վոլգագրադում եւ Սամարայում, բայց ոչ միայն նշված քաղաքներում, այլև օկուպացված Ղրիմում եւ Դոնբասում, Ուկրաինայի հետ սահմանամերձ ռուսական մարզերում, մինչեւ անգամ Խաբարովսկի երկրամասում, որտեղ արգելափակվել էր բեռների տեղափոխումը տրանսսիբիան մայրուղով, որով հիմնականում Ռուսաստանի համար մատակարարվում է հյուսիսկորեական տեխնիկան, իդեպ Վորոնեժի պայթյունը այնպիսի ուժգնության էր եւ մասշտաբային, որ տեղացիները կարծում էին, թե միջուկային ռումբ է պայթել։ Ուկրաինական ուժերից վախը այնքան մեծ է, որ օկուպանտները խոճապով սահմանափակել են երթևեկությունը Ղրիմի կամրջով։ Պուտինի ռեժիմը չի հասցնում արձագանքել ոչ ռազմական եւ ոչ վերականգնման առումով, իրական կյանքում արդյունք չունենալով Պուտինյան պրոպագանդան տեղափոխվել է վիրտուալ դաշտ, որտեղ ծիծաղելի կերպով իբր գրավում էին Կուպյանսկը, Պոկրովսկը, իսկ մեզ իբր փախուստի էին մատնում Միրնոգրադից։ Սա ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այն փաստ, որ մեր մի շարք հայրենակիցներ չեն տարբերում իրականը վիրտուալից։ Ոմանք ուրախանում են, թե իբր իրենց Պուտինը այնուամենայնիվ ինչ-որ բանի հասնում է, իսկ մյուսները տխրում են հորինված դառը պարտություններից։ Ցավոք այն մարդիկ, որոնք Հայաստանում պետք է տեղեկացնեին հանրությանը, թե ինչ է տեղի ունենում, փոխարենը սկսել են իրենք կեղծ տեղեկատվություն տարածել։ Ցավն այն է, որ այդպիսի մարդկանց մեջ կան իմ վաղեմի ծանոթները, ում նույնիսկ ընկեր եմ համարել եւ Ուկրաինայում հյուրընկալել, բայց երևի թե չեմ նկատել, որ նրանք հոգով թաքուն պուտինիստներ են եւ պատրաստ են հավատալ ցանկացած ռուսական ստին Ուկրաինայի մասին, նույնիսկ ամենազավեշտալի հորինվածքին լինելով մեդիա մասնագետ։ Մարդիկ, ովքեր ամենօրյա ռեժիմով իբր հայ հանրությանը օգնում են խաբեության զոհ չդառնալ, իրենք հենց տարածում են ֆեյք լուրեր մեզ զարմացնելով, հա։ Ինչևէ, մենք ամեն ինչ տեսնում ենք, իսկ մեր հիշողությունը լավ է, բոլորին կբաժանենք իրենց դերերը, իսկ հիմա ավելի կարևոր է մեր ժողովրդին իրականության մասին տեղեկացնելը։ Փորձում ենք ձեզ տեղեկացված պահել բոլոր իրադարձությունների մասին, նաև մեր Telegram-յան ալիքի միջոցով էկրանին QR կոդն է, կարող եք բաժանորդագրվել, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ դիտեք ոգեշնչող կադրերը։ Ժամանակները իրոք բարդ են, ամեն ոք չէ, որ կարողանում է ճիշտ տեսնել իրականությունը, նույնիսկ Ուկրաինայում։ Օրերս, երբ ռուսները Կուպյանսկում նորից փորձում էին առաջ գալ, ինձ հետ կապնվեց ազգությամբ հայ մարտիկներից մեկը, ըստ որի նկարագրությամբ վիճակը շատ ծանր էր։ Ես ասացի, որ ամեն ինչ լավ կլինի, աշխատում ենք։ Անցավ 2 օր, երբ մերոնք նորից սկսեցին մամլել, մաղել ռուսներին Կուպյանսկում, ես նրա հետ այդ հայի հետ կապ հաստատեցի եւ հարցրեցի. հիմա ամեն ինչ լավ է։ Նա ամաչելով ասաց. այո, շնորհակալ եմ։ Պատերազմը երկար է տևում, բոլորը չէ որ կարողանում են անընդհատ ճիշտ գնահատել իրավիճակը։ Կոնկրետ այդ հայ տղան տարիքով ինձանից երիտասարդ է եւ արմատները Հայաստանից չեն, այսինքն նա չի տեսել Արցախի պատերազմը։ Դա է պատճառներից մեկը, որ նույնիսկ ամենավատ օրերին ես եւ մեր սերնդի ներկայացուցիչները տեսնում ենք մի փոքր ավելի հեռուն, մենք 90-ականներին անցել ենք այնպիսի պատերազմով, այնպիսի դպրոցով, հայ կարելի է այդպես ասել, որ վաղուց արդեն կոփված ենք, ունենք Հայաստանի փորձը եւ վստահ ենք Ուկրաինայի իրական ուժի վրա։ Մենք բոլորս այդ ուժի միսն ու արյունն ենք նաեւ դարձել։ Ինձ համար էլ հալածի ուղ չէ, գիտեք, միշտ Կիևում եմ եղել, պայքարել, իսկ երբ ռուսները արդեն որոշ տեղերում քաղաք էին մտել, մենք նույնիսկ չէինք էլ մտածում վատ ելքի մասին։ Մենք պարզապես պատրաստում էինք, իսկ որդիս, ինչպես գիտեք, գրեթե միշտ մարտի դաշտի ամենաթեժ հատվածներում է, ցանկացած ծնող կհասկանա ինչ եմ զգում ամեն րոպե։ Չեք պատկերացնի ինչպիսի ոլորտներում կան մեր հայրենի
բնակիչները միայն իմ որդով չէ, տասնյակ հազարավոր հայեր են ուկրաինական բանակում եւ ճիշտ ասած ինչ որ վատ դեպքերի մասին տեղյակ չենք։ Գրեթե ամենուր, ամենաթեժ կետերից մինչեւ ամենակարևոր կետերում կան հայեր, որոնք իրենց փայլուն են դրսևորում։ Սա ինչի պատմեցի, որովհետեւ երբեմն մեկնաբանություններում ոմանք գրում են, թե Ուկրաինայից այսինչը այլ բան է ասում։ Ես նման կերպարներին միանգամից արգելափակում եմ, եթե մարդը ինձ չի հավատում, չնայած նրան, որ չի եղել դեպք, որ իրականությունը չպատմեմ, ուրեմն նա ներքուստ թշնամի է եւ վատ լուրեր է սպասում Ուկրաինայից։ Իսկ թշնամիներին, ովքեր չեն կարող նույնիսկ զսպել իրենց մեր եթերները դիտելուց, մենք արգելափակում ենք։ Մեր մշտական լսարանը լավ է հիշում, երբ միասին փորձարկեցինք, թե ովքեր են դիտում մեր եթերը եւ համոզվեցինք, որ մեր եթերը նայող թշնամիները ավելի շատ են, քան բարեկամները։ Այդ իսկ պատճառով մեր եթերի այլ թեմաներին անցնելուց առաջ խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները, եթերին աջակցելու համար լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր այս ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Երեք ժպիտով իմացա, որ կան մարդիկ, որ դեռ չգիտեն, որ նույնիսկ ամբիոն ալիքն է մերը։ Ամբիոնը սկզբից ստեղծել էինք, որպեսզի լինեն ռուսալեզու եթերներ, բայց ստացվեց այնպես, որ այնտեղ խառը լեզուներով, միայն հայերեն լեզվով եթերները այս ալիքում են, իսկ անալիտիկա UI-ում եւ ամբիոն ալիքներում այնտեղ տարբեր լեզուներով են եթերները։ Հուսամ մեր բոլոր ալիքներով ընտրված լուրերը ձեր սրտով են։ Վաղուց Հյուսիսային Կորեայից չէինք խոսել, այդ երկիրը ավելի քան կրկնակի կրճատել է Ռուսաստանի համար 25 թվականին մատակարարվող հրետանային զինամթերքի ծավալները սեփական պաշարների սպառման պատճառով, այս մասին հայտնում է ուկրաինական հետախուզության գլխավոր վարչությունը։ Գուրի տվյալներով 23-24 թվականներին Հյուսիսային Կորեան Ռուսաստանին էր փոխանցել մոտ 6.5 միլիոն հրետանային արկ, ինչը Կրեմլին հնարավորություն էր տալիս պահպանել բարձր ինտենսիվության կրակագիծ ռազմաճակատում։ 25 թվականի սեպտեմբերին Հյուսիսային Կորեայից արկերի ոչ մի խմբականակ չի գրանցվել, իսկ հոկտեմբերին եղել են միայն սահմանափակ մատակարարումներ, միևնույն ժամանակ դրանց մոտ կեսը այնքան հնացած էին, որ պահանջում էին արդիականացում արդեն ռուսական գործարաններում։ Բացի այդ, Հյուսիսային Կորեայում սկսել են զանգվածաբար արտադրել փոքր հեռահարությամբ FPV դրոններ, ինչպես նաև միջին հեռահարության խոշոր դրոններ, այնպես որ չարիքի առանցքը նույնպես փորձում է վերազինվել, բայց մենք ամեն ինչից տեղյակ ենք։ Ինչ էլ փորձի անել Պուտինը մինչև վերջին պահը, միևնույն է, նրա վերջը մասնագետները միանշանակ վատ են պատկերացնում։ Ռուս տնտեսագետ Իգոր Լիպսիցը զգուշացրել է, որ Ռուսաստանի տնտեսությունը մտել է երկարաժամկետ անկման փուլ, որից երկիրը այլևս չի կարողանա դուրս գալ, նույնիսկ եթե պատերազմը դադարեցվի հենց այսօր։ Իդեպ շատ գաղտնի պուտինիստներ լուրերը, թե Ռուսաստանում ամեն ինչ գնում է փլուզման, ընդունում են բառացի եւ կարծում են, թե դա պետք է տեղի ունենար հենց վաղը, եւ հաջորդ անգամ նման լուրեր լսելուց ասում են, թե այդ ամենը հորինված է։ Գաղտնի պուտինիստներին հիշեցնեմ, որ Խորհրդային Միությունը դեռ 10 տարի դիմացավ այն բանից հետո, երբ որոշ արևմտյան շրջանակներ որոշել էին փլուզել Խորհրդային Միությունը։ Ռուսաստանը իհարկե Խորհրդային Միություն չէ, որ այդքան երկար դիմանա, բայց նաև սպասել, որ փլուզումը կլինի վաղը, նույնպես պետք չէ։ Իհարկե Ռուսաստանը միշտ անկանխատեսելի է, փլուզումը շատերի համար կարող է տեղի ունենալ անսպասելիորեն, բայց դա հաստատ չի լինի վաղը, այլ ամենայն հավանականությամբ, կրկնում եմ, ամենայն հավանականությամբ առաջիկա տարիներին, եւ նրանք, ովքեր ցանկանում են, որ Ռուսաստանը քանդվի, խաղում են երկարաժամկետ խաղ առանց իրենց ապարդյուն հույսերով ոգեշնչելու։ Ուստի չհարգելի պուտինիստներ, մի գերակրեք ձեզ հույսերով, թե կկարողանաք փրկվել։ Դա ամենաֆանտաստիկ սցենարն է, որ Ռուսաստանը կարողանա այս վիճակից դուրս գալ։ Հենց այդ պատճառով էլ հատկապես ծիծաղելի է տեսնել Պուտինի փորձերը Ուկրաինայի հերթական բնակավայրը գրավելը։ Մեկ է վերջում դուք բոլորդ զրկված եք ապագայից։ Ինչ իմաստ ունի այդպես սեփական ժողովրդին կործանել եւս մեկ կիսաքանդված նախկին բնակավայր գրավելու համար, բայց դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ռուսական տրամաբանությունը սովորական մարդկանց համար անհասկանալի է։ Վերադառնանք Լիպսիցին, անկախ ռուս տնտեսագետ Իգոր Լիպսիցը ներկայացրել է իր երկրի ապագայի չափազանց մռայլ գնահատականը, ընդգծելով, որ 22 թվականի փետրվարի 24-ից հետո Ռուսաստանը կորցրել է վերադարձի հնարավորությունը նախկին վիճակին։ Լիպսիցի խոսքով պատերազմի հետևանքները այնքան ավելի չեն եղել, որ այժմ Ռուսաստանը դատապարտված է
անկման։ Մեջբերեմ, Ռուսաստանը նույնիսկ դադարեցնելով պատերազմը այլևս չի վերադառնա այն զրոյական կետին, որտեղից կարող էր գնալ դեպի այն նույն հրաշալի հեռանկարը, որով շարժվում էր մինչև 22 թվականի փետրվարի 24-ը։ Ամեն ինչ ավարտվել է։ Ռուսաստանը կոտրել է ողնաշարը եւ կշարունակի հենակներով սողալ տխուր ճանապարհով եւ ոչ մի լավ բանի չի հասնի, ասել է Լիպսիցը։ Արդարության համար ասենք, որ միայն Լիպսիցի չէ, որ դա ասում է, պարզապես այս մարդը իրոք տնտեսական ոլորտի հեղինակություններից է, թե չէ ձեր ժամանակը չէի ծախսի նրան ցիտելով։ Կարճ ներկայացնեմ ռազմաճակատի լուրերը։ Վերջին 2 օրում ռազմաճակատում տեղի ունեցել 441 մարտական բախում։ Պոկրովսկի շրջանում շարունակվում է հակառակորդի լոգիստիկ ուղիների կտրումը եւ քաղաքի մաքրումը օկուպանտներից։ Ծանր մարտեր են ընթանում նաեւ Զապորոժիեի ուղությամբ, որտեղ ռուսները փորձում են գրոհել եւ առաջ գալ։ Վերջին 2 օրում ռուս օկուպանտները կորցրել են եւս 1860 զինծառայող եւ լայնամասշտաբ հարձակման սկզբից նրանց ընդհանուր կորուստները արդեն հասել են 1 միլիոն 158,260-ի, ինչպես արդեն ասացի եթերի սկզբում, հակառակորդը մշտապես փորձում է վնասել Ուկրաինայի խաղաղ բնակիչներին օր ու գիշեր օդային հարվածներով։ Դե իսկ մեր գլխավոր հարվածների եւ խոցումների կադրերը հիշեցնեմ, որ կարող եք վայելել մեր Telegram-յան ալիքում, հղումը կա մեր բոլոր եթերների նկարագրության մեջ եւ վերևում ամրացված մեկնաբանությունում։ Ուկրաինական զորքերի խոշոր խոցումների շարքում են նաեւ ռուսական հայտնի Ռուբիկոն ստորաբաժանման դրոնների պահեստային բազան եւ Դոնբասի օկուպացված հատվածում գտնվող վառելիքի եւ 28-երի կայանը։ Այսօր նորից կրակի մեջ էր Նովակույբիշևսկի նավթավերամշակման գործարանը։ Վերջի 2 օրերին շատացել են սահմանամերձ գոտում ռուսական բնակչության տեղեկատվությունը ուկրաինական խոցումների մասին։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան Վորոնեժում տեղի ունեցած հզոր պայթյունին, Խիմ ավտոմատիկայի կոնստրուկտորական բյուրոյի տարածքում, որտեղ գտնվում է Ռուսաստանի հրթիռային համալիրի ամենակարևոր ձեռնարկություններից մեկը, ապա հիշեցնեմ, որ բոլոր տեսանյութերը մեր Telegram-ում կան, իսկ ուկրաինական գենշտաբը դեռ մանրամասներ չի ներկայացրել։ Տեղի բնակիչները խոցումը նմանեցրել էին ատոմային ռումբի պայթյունի հետ։ Հրդեհը երևում էր քաղաքի տարբեր մասերից, իսկ բնակիչները հաղորդում էին ուժգին պայթյունի եւ խիտ ծխի մասին արդյունաբերական գոտու վրա։ Ականատեսների խոսքով լույսի փայլը այնքան պայծառ էր, որ լուսավորում էր շրջակայքը։ Շատ ականատեսներ նշում էին, որ լսել են մի քանի պայթյուն, որից հետո տարածքում հայտնվել էր հզոր կրակը։ Ամենայն հավանականությամբ մի քանի պայթյուն ասելով տեղացիները նկատի ունեն նաև դետոնացիան, որը տեղի է ունեցել խոցումներից հետո։ Պաշտոնական ռուսական կառույցները որևէ մեկնաբանություն չեն տալիս պայթյունների հնարավոր պատճառների վերաբերյալ։ Խիմ ավտոմատիկայի կոնստրուկտորային բյուրոն Ռուսաստանի հրթիռային արդյունաբերության գլխավոր ձեռնարկություններից մեկն է։ Այնտեղ արտադրվում են Իսկանդեր, Սոյուզ, Պրոտոն եւ Անգարա հրթիռների շարժիչները։ Հենց այնտեղ են մշակվում եւ փորձարկվում տեխնոլոգիաները, որոնք հետագայում օգտագործվում են ռուսական բանակի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ։ Ձեռնարկությունը ակտիվորեն մասնակցում է ռազմական արտադրությանը, ապահովելով ռուսական հրթիռների աշխատանքը։ Խիմ ավտոմատիկայի կոնստրուկտորային բյուրոյի ցանկացած վնաս անխուսափելիորեն կանդրադառնա Կրեմլի ռազմական հզորության վրա։ Շատ չի երկարացնեմ Կիրակի օրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Ձեզ ամենալավն ու բարին, իսկ եկող շաբաթվա լուրերը թող լինեն լավագույնը։ Մինչ նոր հանդիպում։